Մեր ակտիվ ներգրավվածությունը բազմակողմ հարթակներում հարստացնում է մեր օրակարգը եւ հաջողության գրավականն է մեր առաջնահերթությունների իրականացման գործում։ Նիցայում ընթացող ՄԱԿ-ի օվկիանոսների հարցերով համաժողովի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ։ Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը։ Քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգության առնչվող հարցեր։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև տեղի է ունեցել ռազմագերիների փոխանակում, հաղորդվում է, որ Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն մինչև 25 տարեկան ռուս ռազմագերիների առաջին խումբը վերադարձվել է Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից։ Փոխարենը Կիևին են փոխանցվել նույն թվով ուկրաինացի ռազմագերիներ։ Եվրամիությունը կարող է հունիսի 25-ին քվեարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեկ այլ փաթեթի շուրջ, եթե Միացյալ Նահանգները համաձայնի համակարգել դիրքորոշումներն այս հարցի շուրջ։ Եվրամիությունը ակնկալում է, որ կարող է համապատասխան ազդանշան ստանալ մի քանի օրից Կանադայում 7-ի խմբի հանդիպման ընթացքում։